Արդեն ավանդույթ է դարձել Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի տարեվերջին իրականացվող այցերը դիրքեր։ Շնորհավորելով մեր պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անձնակազմներին, զինվորականներին, զինծառայողներին, նա իր մաղթանքն է հղում հայ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, միասնություն, համախմբվածություն, անկոտրուն կամք եւ ուժ հայրենիքի հզորացման, պաշտպանության ու զարգացման գործում։ Գումարտակի պահպանության շրջանում դեպքերի պատաններ տեղի չեն ունեցել։ Գումարտակի հրամանատար փոխետապետ Արեգ։ Ազատ։ Դիրքերայցի ընթացքում Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահը ԵԿՄ Վազգեն Սպարապետ 65-ամյակ եւ ԵԿՄ 30-ամյակ հոբելյանական մեդալներով պարգևատրեց բարձրաստիճան սպաների, տարիներ շարունակ համատեղ արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Քույսանքուն ավելի սիրում եմ, բայց Հարգելի զինակից ընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորը եւ սուրբ ծնունդը։ Մաղթում եմ բոլորիս առողջություն, նպատակների իրականացում, թող Աստծո ձեռը բոլորի գլխից անպակաս լինի։ Եվ 2026 թվականը լինի նոր ձեռքբերումների, հարկավարժման եւ նորանոր հաջողությունների տարի։ Հրամանատար 111 մարտական դիրքում ոչ մի արտարժներ տեղի չի ունեցել։ Զեկուցող լեյտենանտ Մանուկյան։ Ազատ։ Ծառայության ընթացքում հակառակորդ կողմից հրադադարի խախտում չի ստացվել։ Նոր տարվան կմաղթեմ մեր երկրին, սա բոլոր ժողովրդին առողջություն, քաջ առողջություն, գալիք տարում թող լինի շատ հաջողություններ, որպեսզի կռիվ չլինի, մարդիկ ապրեն խաղաղ եւ երջանիկ։ Մանատարի մեր թվայության ժամանակ դեպքեր չեն գրանցել։ Թող գալիք նոր տարին շնորհավոր լինի, անփորձանք, խաղաղության ու երջանկության տարի լինի։
դասական ժամանակ ոչ մի արտակարգ չի կատարվում։ Ծառայության ընթացքում ոչ մի տեխնիկ չի արտահայտել, լեյտենանտ Կարալին։ Մեր հրապարակության ժամանակ ոչ մի արտարոց դեպք տեղի չունեցել, զեկուցող դասակի հայամտային տեղակալ կայունություն։ Որ ամանոր եւ սուրբ ծնունդ, հայ ազգին համբերություն, երջանկություն ու ամենալավն ու բարին։ Գալիք նոր տարին ամանորը ցանկանում եմ մեր հայ ազգին խաղաղություն, կապույտ երկինք, առողջություն։ Ողջունում ազգին նոր տարին շնորհեմ բոլոր երկրապահներին, ազատամարտիկների, մեր բանակի, ոնց պարապետներ ասում, մեր մայրաքաղաքը սկսում է խրամատից։ Ու շնորհակալություն եմ հայտնեմ բանակին, զինվորներին, երկրապահներին, ովքեր անկախ եղանակից, անկախ սեզոնային այս դժվարություններից միշտ եկում են բանակի կողքին։ Տերելի հայ ժողովուրդ, համախմբում է մեզ պետք։ Ես խնդրեի, որ գիտակցաբար համախմբենք, այն ինչ ունենք դեռ պահենք հետագան կերևա։ Առայժմ մենք պետք է կարողանանք մեր այս Հայաստանի Հանրապետության պետական սահմանները պահենք, ամրապնդենք, որը մենք անում ենք արդեն 20 թվականից մինչև այսօր տարբեր ուղղությամբ կանգնած են երկրապահները, միշտ բանակի կողքին են, զինվորի կողքին են։ Ինչպես պարապետներ ասում, մենք պետք է մեր կամքն ու դիմադրողականությունը բարձրացնենք։ Դա է փրկությունը։ Մենք պիտի հասկանանք ինչ է կատարվել մեր երկրում, ինչ ենք կորցրել եւ ինչի հետևից ենք եկել։ Ես գերադասեի, որ համախմբենք, գաղափարապես համախմբենք եւ կարողանանք պահենք այսօր մեր պետական սահմանները, հետագան հետո կերևա։ Այդ ամբագորգոր խոսքերը, տարբեր հարցերում հայրենասեր խաղալը, դա հարցի լուծում չի։ Հարցի լուծումը հենց նա է, որ ամեն մեկը իր բաժին բեռը վերցնի, գիտակցաբար կանգնի մեր պետության, մեր բանակի կողքին, որ այս ժամանակը հատվածն անցնենք, գնանք դեպի խաղաղություն։ Ու ուզում եմ խոնարհում է բոլոր հերոսացին մարերին, որոնց զավակներ են կան փառք ու պատիվ նրանց հավերձի շատակ։ Այս խաղաղության գինը նվիր չի տրվել։ Տրվել է տղերքի կյանքի արյան գնով, որը գիտակցաբար պիտի պահենք։ Փառք ու պատիվ նահատակվածներին, փառք են տղերքին այսօր որ կան, այսօր դիրքերում են, փառք մեր բանակին, հայ ազգին, Աստված պահապան։ Սիրելի հայ ժողովուրդ, ես սրտե շնորհում եմ բոլորիդ ամանորը եւ սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, երկար տարիների կյանք, թող 2026 թիվը բերի մեզ հաղթանակների տարի։ Բոլորիդ շնորհավորում եմ։ Ուրախ տարի Աստված, խաղաղություն։ Բոլորս շնորհակալ եմ։ Բոլորս կողնած եք ապրեք։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բոլորին շնորհավորել նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ Ցանկանալով, որ 2026 թվականը լինի միայն ձեռքբերումների տարի։
պատար տեղություն ունեցել, հասնակացում բարի հոգեբանական վիճակը կայ զեկուցող դիրքյալը պրոցեսորյան դահազեն։ Ավակ Շախտային Պետրոսյան, Կուակալուս լերքի պատարներ տեղություն Անկախությունը բացարձակ արժեք է, անկախության մասին ինչպես կարելի է հարց տալ։ Դա նույնն է ուսել ասես, ինչ կարծեք ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է, անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է անկախությունը։ Ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը։